Պետրոս, դու ամեն անգամ սրան ինչի ես կանչում քեզ հյուր։ Մի օր էր սրա կնոջը հրավիրի, Հայ Post ընկերության գլխավոր տնօրենն է դարձել իր կինը։ Նա տեսնենք ոնց է դարձել Հայ Post-ի տնօրեն, ինչքան միլիոնի աշխատավարձ է ստանում, ոնց է աշխատում։ Իսկ դու Հայկ ջան, Պետրոսի մոտ մի արի, բերես ես պայմանավորենք։ Դու գնա հետք AM լրատվական մի հատ այդ մարդկանց հարցերին պատասխանի։ Պետրոս այդ հարցերը չի բարձրացնում։ Այդ մարդիկ են այդ հարցերը բարձրացնում, թե ոնց է լինում, որ դու շուկայականից ցածր գնով տուն ես առնում, հետո պարզվում է, որ այդ տունը առնում ես մի ընկերությունից, որի տնօրենը քո եղբայրն է, նա էլ Աբովյանի ավագանու հետ ինչ-որ մութ պատմությունների մեջ է, նա էլ նախկինում դատված է։ Մի հատ այդ հարցերի պատասխանները Պետրոսը չի բարձրացնելու, որ մենք ստանանք։ Բերս ես պայմանավորվենք էլի Հայկ ջան։ Այսօր եկել ես ոչինչ, մենք ես կմշակենք, կճամփենք, բայց դու մի հատ գնա հետք AM, մի հատ գնա անդեի հարցերին պատասխանի, հետո նոր կգաս այսինքն հետո Պետրոսի մոտ ոնց կգաս, եթե այն հարցերին պատասխաներ կարող է քեզ միանգամից տանեն դատեն։ Պետրոս այդ բանը ապօրինի հարստացման հետ կապված այդ գույքի բանի հետ կապված, մենակ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն է, թե սրանց էլ է վերաբերում։ Վերաբերելու է, չէ՞, հա, իշխանապողություն է պետք, դու կանենք, ինչ է ուզես, չէ՞, Հայկ ջան, մի հատ ապօրինիով էլ դատվես։ Ոնց որ լելու է պատրաստ։ Շատ արա այս գույքը շատ էսյանայան չծախսեք, կարա նորմալ պահեք, որ վաղը միսօր էդի մենք պիտի ձեր սաղի առաստաները, որ Արցախ-Ադրբեջանին հանձնելուց հետո այդքան սաղը տներ եք առդ քեզ էլ է վերաբերում, երկու տուն էլ դու ես առ։ Այդ սաղ մենք պիտի տանք արցախցիներին։ Այդ տները լավ պահեք, որպեսզի այդ մարդիկ այդ տներում ապրեն, մինչև իրանց տները վերադարձի հարցը կարողանանք կազմակերպենք, եղավ։ Լավ պահեք այդ տները։